Բարի առավոտ, սիրելիներ, որքան կարևոր է, որ մենք պահենք մեր կապը Աստծո հետ։ Ինչու համար։ Որովհետև Աստծո ներկայությունն է, որ մեր մարդկային ամբողջական կերպարը դարձնում է զգալի եւ ավելի լավը։ Անշուշտ սա հավատացյալ մարդու համար է։ Անհավատի համար այս ներկայությունը կարևոր չէ։ Եվ բնականաբար իր համար Աստված չէ, որ իրեն մարդկային կերպարի մեջ է պահում, այլ արժեքներ, բայց մենք խոսում ենք հավատացյալ մարդու մասին։ Եվ որքան կարևոր է, որ մենք Աստծուն անդրադառնանք մեր կյանքի յուրաքանչյուր պարագային։ Ադամի եւ Եվայի դրվագը հիշելիս մի հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Երբ Ադամն ու Եվան մեղք չէին գործել, նրանք Աստծուն հիշում էին, Աստծո հետ հանդիպում էին, բայց մեղքից հետո թաքնվեցին Տիրոջից, չուզեցին հանդիպել Աստծուն։ Այսօրվա մարդու մոտ այլ խնդիր է։ Նեղության մեջ, դժվարության մեջ եւ մեղքի մեջ մենք փնտրում ենք Աստծուն։ Սա առաջին կետով գովելի է, որովհետև ի տարբերություն Ադամի եւ Եվայի մենք չենք թաքնվում, այլ վազում ենք դեպի Աստված։ Բայց միաժամանակ մենք էլ մեկ ուրիշ ծայրահեղության մեջ ենք ընկնում։ Ադամն ու Եվան չփնտրեցին Աստծուն, թաքնվեցին, մենք փնտրում ենք, բայց եւ մենք էլ երբ հանգիստ ենք, մեղքի մեջ չենք եւ սխալի մեջ չենք փնտրում Աստծուն։ Ուրեմն սիրելիներս կյանքի որևէ պարագային Աստծո փնտրտուքը անհրաժեշտություն եւ կարեւորություն է։ Այսօրվա ընթերցումը Ղուկասի ավետարանի 17-րդ գլխի 11-րդ համարը մեզ պատմում է 10 բորոտների մասին, որովհետեւ ես ամբողջը չկարդամ, որովհետեւ դերևս բոլորիդ ծանոթ է այս պատմությունը, վերջին հատվածը կարդամ։ Նրանցից մեկը, երբ տեսավ, որ բժշկվեց, վերադարձավ եւ բարձր ձայնով փառավորում էր Աստծուն։ Երեսի վրա ընկավ Հիսուսի ոտքերի առաջ եւ շնորհակալություն էր հայտնում նրան, եւ ինքը սամարացի էր։ Հիսուսը պատասխանեց եւ ասաց. Սրանք 10-ն էլ չմաքրվեցին, իսկ արդ մնացած 9 ուր են, որ չվերադարձան փառք տալու համար Աստծուն, բացի այս օտարազգի մարդուց։ Եվ ասաց նրան. վեր կաց, գնա, որովհետև քո հավատը քեզ փրկեց։ Ուրեմն 10-ն էլ բժշկվել էին եւ մեկն էր միայն դարձել դեպի Աստված, որովհետեւ գողություն հայտնի Աստծուն։ Սիրելիներ, մենք այս 10 բորոտների նման ենք հոգեվոր առումով։ Աստված բազմաթիվ հարցերում, բազմաթիվ իրավիճակների մեջ մեզ գալիս է օգնության։ Մեր հոգևոր բորոտությունը մաքրելու եւ մեզ դեպի եկեղեցի ուղղորդելու համար։ Ինչպես որ այս բորոտներին Տերն ասում է. գնացեք եւ ձեզ ցույց տվեք քահանաներին։ Իսկ մենք հակառակ դրան չենք վերադառնում Քրիստոսի մոտ, ասելով, որ մենք անցանք այդ բժշկության ճանապարհը եւ հիմա եկել ենք շնորհակալություն հայտնենք եւ գոհություն հայտնենք Տիրոջը, որ այլևս մաքուր ենք, որ այլևս մաքրված ենք եւ պատրաստ ենք շարունակել մեր քրիստոնեական ընթացքը։ Այդ մեկը օտարազգ էր, որ վերադարձավ դեպի Քրիստոս։ Զարմանալին հենց այստեղ է նաեւ, որ սամարացին, որը կապ չունի հрьяաների հետ, հակառակ մերժված է հрьяաների կողմից, դառնում է դեպի Քրիստոս, գալիս է դեպի Աստված։ Իսկ հрьяան, որ ավելի լավ գիտեր այդ օրենքը, ավելի լավ գիտեր Տիրոջը, մոռանում է այդ բանը։ Ինչու՞։ Որովհետև մենք ավելի շատ կապված ենք մեր մարմնավոր անելիքների հետ։ Այս աշխարհում մենք ավելի շատ անդրադառնում ենք, թե ինչ ունենք մարմնավոր անելու։ Նյութական, մատերիա։ Նյութը մեզ շեղում է Աստծո հետ փոխհարաբերությունից։ Եվ այնքան է շեղում, որ անգամ այդ փոխհարաբերության մեջ է մտնում, որովհետեւ մենք Աստծո հետ շփվենք միայն եւ միայն նյութի համար։ Բայց մինչև այդ չենք անդրադառնում, որ այդ հոգևոր ճակերտավոր բորոտությունը մեր կյանքի մեջ ներկա է։ Այդ բորոտությունն է, որ մեզ մեկուսացնում է Տիրոջից, անջատում է Տիրոջ հետ շփվելուց եւ անջատում է եկեղեցուց, Տիրոջ բանակատեղիից։ Եվ գնալ եկեղեցի եւ քահանային ցույց տալ անձը նշանակում է, որ առիթ ունենալ վերադառնալու բանակատեղի, դառնալու դեպի եկեղեցի, որովհետեւ չենք կարող Տիրոջը գոհացնել առանց օրենքի եւ պատվիրանի։ Ուրեմն, սիրելիներս,
Այսօրվա հոգևոր նախաճաշը մեզ սովորեցնում է, որ ազատվելով մեր հոգևոր ախտերից, խնդրելով Տիրոջը մեր նյութականի, մեր կյանքի, մեր սոցիալական վիճակի եւ տնտեսականի բարելավման մասին, չմոռանանք, որ մենք հոգևոր մաքրության անհրաժեշտություն ունենք։ Միաժամանակ չմոռանանք, թե որտեղ այդ մաքրության վերջնական կուլմինացիան իդեմս եկեղեցվո, եւ իհարկե չմոռանանք շատ կարեւոր բան, շնորհակալություն հայտնել Տիրոջը այն օգնության համար, որ ցուցաբերում է մեզ ամեն օր, մաքրելով մեզ մեր հոգևոր, մարմնավոր ախտերից եւ մեզ դարձնելով եկեղեցվո իր բանակատեղի մաս ու բաժին։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ սիրելիներս։ Աստված օրհնի ամենքիս։